Նրանք Օսմանյան արքունի ճարտարապետներն էին, ովքեր շուրջ 2 դար կերտեցին ամբողջ Ստամբուլի դիմագիծը։ Ստամբուլը կերտողները, պալյաններ։ Դոմի առաջին ճարտարապետն ինքնուս վարպետ Պալիկ Հարֆան էր, ով 3 որդի ուներ։ Գրիգորը, Սենեքերիմը եւ Պետրոսը։ Գրիգոր Պալյան նրա կառուցած գլուխգործոցներից են Այն Ալեքհավաքի պալատը, Դավութ Փաշայի պալատը, Նուսրեթիե մզկիթը, Սելիմիե զորանոցը եւ տասնյակ այլ կառույցներ։ Գրիգոր Պալյանի որդին Կարապետ Պալյանն ուղղակի պատմություն կերտեց։ Նրա ստեղծագործությունների պսակն է Դոլմաբաչե պալատը։ Այն օսմանյան սուլթանների վերջին նստավայրն է, Թուրքիայի ամենամեծ պալատն ու ազգային ժառանգությունը։ Կարապետի կառույցներից է նաև Ելդեզի հին պալատն ու Օրթաքյոյ մզկիթը։ Ընդհանուր 7 պալատ, 4 գործարան ու մզկիթ, զորանոցներ, 4 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց եւ այլ շինություններ։ Կարապետ Պալյանի գործը շարունակեցին նրա որդիները՝ Նիկողոսը, Սարգիսը, Հակոբն ու Սիմոնը։ Նիկողոսը մահացավ 32 տարեկան հասակում, բայց հասցրեց կառուցել Քուչուքսու պալատը, Աթիլե Սուլթանի պալատը, Ըլհամուր պալատը, Դոլմաբաչեի մզկիթը, Օրթաքյո մզկիթը եւ շատ այլ կառույցներ։ Իսկ նրա գործը շարունակեց իր որդին Լևոն Պալյանը։ Գերդաստանի հռչակավոր ներկայացուցիչներից էր Կարապետի մյուս որդին Սարգիս Պալյանը։ Նա 19-րդ դարի Օսմանյան կայսրության ամենահեղինակավոր ճարտարապետն էր ու վերջին գլխավոր ճարտարապետը։ Դրա ամենահրաշագեղ կառույցը Չրաղան պալատն էր։ Նրա կառույցներից էին նաև հայտնի Բեյլերբեյի պալատը, Մալթայի տաղավարը, Քախիթանեի մզկիթը, Գումուշսուի զորանոցները, Դոլմաբահչեի ժամացույցի աշտարակը, Մաչկայի զինանոցը եւ այլ հրաշալի շինություններ։ Կարապետ Պալյանի մյուս որդիները Հակոբն ու Սիմոնը շարունակել են կերտել անկրկնելի գոհարներ։ Գերդաստանի բոլոր ճարտարապետներն ակտիվ մասնակցում են հայության հասարակական կյանքին։ Կառուցում եկեղեցիներ, հովանավորում հայկական կրթօջախները։ Նրանց մեծ մասն այժմ հանգչում է Ստամբուլի հայկական գերեզմանոցում։